Քաղաքական մահապատիժ, մուրճով հարված Ֆրանսիայի ժողովրդավարությանը, վհուկների որս, այսպես են ընդդիմախոսները բնորոշում Փարիզի դատարանի այսօրվա որոշումը, որով այդ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը 5 տարով զրկվեց ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից Եվրամիության միջոցները չարաշահելու մեղադրանքով։ Նույն գործով դատարանը նաև նրան 4 տարվա ազատազրկման դատապարտեց, որից 2-ը պայմանական։ Ես ասել եմ, որ այս դատը սկսել են քաղաքական գործիչները քաղաքական նկատառումներով, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Ազգային միավորում կուսակցության առաջնորդն այսօր սեփական դատավճիրն այդպես էլ մինչև վերջ չլսեց։ Լը Պենը ցուցադրաբար լքեց դահլիճը, երբ դատավորը հայտարարեց նրա քաղաքական կարիերայի վրա դրված արգելանքի մասին։ Սա ամենամեծ հարվածն էր 56-ամյա ընդդիմադիր առաջնորդին ընդամենը 2 տարուց 2027-ին կանալիք նախագահական ընտրությունների շեմին, որտեղ նա հաղթանակի էր պատրաստվում։ Վերջին հարցումների համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, Լը Պենը կանցներ երկրորդ փուլ քվեների 34-ից 37%, ինչն էականորեն բարձր է մյուս թեկնածուների վարկանիշից։ Ընդ որում դատավորը հայտարարեց, որ պաշտոն զբաղեցնելու արգելանքը կկիրարկվի անմիջապես եւ կմնա ուժի մեջ այնքան, քանի դեռ Լը Պենին չի հաջողվել այն բեկանել վերին ատյաններում։ Մի գործընթաց, որ կարող է տարիներ տևել, էլ ավելի խորացնելով ընդդիմախոսների կասկածները դատարանի անաչառության վերաբերյալ, ասում է քաղաքագետ Ժան-Իվ Քամյոն։ C'est quelque chose de très lourd que de dire à quelqu'un. Այդպիսի վարկանիշ ունեցող տեխնացուին ասել, թե չես կարող մասնակցել հաջորդ ընտրություններին, լրջագույն խնդիր է։ Սա շատ ծանր մեղադրանք է, որը կարող է Լը Պենի աջակիցների շրջանում քաղաքական դատավճռի տպավորություն թողնել։ Toujours présenter quelqu'un d'autre. Մեղադրող կողմը պնդում է, թե Լը Պենը մոտ 2 տասնյակ կուսակիցների հետ 4 միլիոն եվրո է չարաշահել, երբ Եվրախորհրդարանի падգամավոր եղած ժամանակ այդ կառույցի հաշվին օգնականներ է վարձել, որոնք սակայն աշխատել են ոչ թե Եվրամիության, այլ Լը Պենի սեփական կուսակցության համար։ Քրեական գործը բացվել էր 2016-ին, երբ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը անստորագիր մի նամակ էր ստացել Լը Պենի եւ կուսակիցների 2004-ից 2016 թվականների գործունեության մասին։ Այժազգայնական առաջնորդը մեղադրանքը չի ընդունում, պնդում է, թե հակառակորդներն իր քաղաքական մահն են ցանկանում միջդատախազությունը, կարդում է մեղադրականը։ Il s'agit de détournement de fonds publics, c'est-à-dire qu'il s'agit de détournement. Սա հանրային միջոցների չարաշահում է, եվրոպական միջոցների չարաշահում, որը Եվրախորհրդարանը չի կարող անտեսել։ Dans ce procès, dans cette décision. Այսօր օրվա երկրորդ կեսին Լը Պենը հայտարարեց, թե բողոքարկելու է դատարանի որոշումը, եթե վերին ատյանները ձգձգեն դատը, կուսակցությունը չի կոտրվի։ Հայտարարում են այդ ծայրահեղականները, խոստանալով հաջորդ ընտրություններում առաջադրել կուսակցության 29-ամյա ղեկավար Ժորդան Բարդելային։ Այսօրվա դատավճռից հետո Նայքսում պնդել է, դրանով միայն Լը Պենը չէ, որ անօրինական կերպով ազատազրկվեց, այսօր նաև Ֆրանսիայի ժողովրդավարությունը սպանվեց։ Փարիզի փողոցներում Reuters-ի հարցումները վկայում են, որ այդ տեսակետը կիսողները քիչ չեն։ J'ai envie de vous dire, c'est un peu dégueulasse, parce qu'il y a d'autres. Զզվելի է, որովհետև մյուս քաղաքական ուժերն էլ ավելի վատ բաներ են անում, շատ ավելի վատ, եւ որևէ մեկը նրանց որևէ բան չի ասում։ Le problème, ce qui lui porte préjudice, c'est son nom de famille. C'est dommage. C'est dommage. Ամոթ է, ամոթ, քանի որ մենք նոր նախագահի կարիք ունենք, մենք ազգային միավորման կարիք ունենք։ Հուսով եմ Բարդելան կհաղթի։ Հիմա պետք է մեկը, որ Ֆրանսիայում տիրող այս քաոսը կկարգավորի։ Il était temps que ça s'arrange. Կարծում եմ լավ նորություն է, քանի որ նա սխալներ է գործել, իսկ երբ սխալվում ես, պիտի պատասխան տաս։ Մյուս կողմից ամեն մեկն էլ իր մեղքն ունի, լինի Մարին Լը Պենը, վարչապետ Բայրում, թե ուրիշ, բոլորն էլ նույնն են։ Իդեպ ոչ միայն աջակիցները, այլև Լը Պենի քաղաքական հակառակորդները, ներկայիս վարչապետ Ֆրանսուয়া Բայրուն եւ արդարադատության նախարար Ժերար Դարմանեն են կասկածի տակ դրել, որքանով է ժողովրդավար ընտրություններին մասնակցելու որոշումը ոչ թե ընտրողներին, այլ դատարաններին տալ։ Լը Պենին աջակցության կոչեր են հնչել նաև եվրոպացի համախոհներից։ Ես Մարինա Միքսում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Իսպանիայի աջ ծայրահեղականների առաջնորդ Սանտիագո Աբասկալը հայտարարել է, նրանք Ֆրանսիայի ժողովրդին լրացնել չեն կարող։ Իտալիայի փոխվարչապետ Մաթեո Սալվինին էլ պնդել, Փարիզն ուզում է Լը Պենին քաղաքական կյանքից դուրս թողնել։